Երբեք առանց Սյունիքի և Արցախի, առանց Հայաստանի աշխարհագրական այդ ուժեղ ողնաշարի մեր ամբողջական հայրենիքը գոյություն ունենալ չի կարող։ Գարեգին Նժդե։ Բարձր լեռներ, խոր ձորեր ու սառնորակ աղբյուրներ, ծանոթ և դեռ քանի շատերիս անհայտ ջրվեժներ ու լեռնային ջինջ լճեր։ Միայն մեր բնաշխարհին հատուկ կենդանիների, թռչունների ու բույսերի բազմապիսի տեսակներ։ Գարուն, ամառ, աշուն, ձմեռ, տարվա բոլոր եղանակների լիարժեք հերթափոխ։ Դրախտավայր Հայաստան։ Սա է բնական այն օրրոցը, որտեղ մենք կազմավորվել ենք իբրև ժողովուրդ։ Այստեղ է եղել ու մնում մեր ուժի, մշակույթի, մեր ինքնության աղբյուրն ու անկյունակարը։ Մեզ մնում էր ընդունել այս շռայլ պարգևները և բնության հետ ներդաշնակորեն ապահովել մեր պետության զարգացումն ու ժողովրդի կենսագործունեությունը։ Հայտնի է, որ այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանքարդյունաբերությունը հռչակել է տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը։ Հայաստանի Հանրապետության ընդերքը հարուստ է բազմապիսի օգտակար հանածոներով։ Պաշտոնական տվյալներով Հայաստանում ներկայումս հաշվառված է օգտակար հանածոների մոտ 670 հանքավայր։ Ընդամենը 29000 քառակուսի կիլոմետր տարածքում արդեն շահագործվում են շուրջ 400-ը, որոնցից 22-ը մետաղական են։ Ով եւ ինչպես է շահագործում մեր երկրի ընդերքը։ Ինչ բնապահպանական եւ առողջապահական խնդիրների է հանգեցնում հանքերի շահագործումը։ Եվ վերջապես ինչ է ստանում հայ ժողովուրդը այդ ամենից։ Այս հարցերի պատասխանները պարզելու, հանքարդյունաբերության իրական դեմքը տեսնելու եւ մեր մտահոգություններն ու մտավախությունները ճշտելու, հիմնավորելու համար ուղևորվեցինք Սյունիք, որին բաժին է հասել մեր երկրում շահագործվող մետաղական հանքերի գերակշիռ մասը։ Շրջակա միջավայրի եւ մարդկանց առողջության համար առավել մեծ վտանգ են ներկայացնում մետաղական հանքերը, քանի որ դրանց շահագործման արդյունքում առաջանում են կոչամբարներ եւ ծանր մետաղներով հարուստ թունավոր թափոնները լցվում են ձորերն ու գետերը։ Կոչամբարը թունավոր թափոնների ամբար է, որն առաջանում է հանքաքարի քիմիական վերամշակման արդյունքում։ Եթե հավատանք պաշտոնական տվյալներին, Հայաստանում կա 19 կոչամբար, որոնց ընդհանուր ծավալը կազմում է մոտ 200 միլիոն խորանարդ մետր։ Մինչդեռ ամենակոպիտ հաշվարկներով անգամ միայն Արցվանիկի կոչամբարում այժմ լցված է ավելի քան 300 միլիոն խորանարդ մետր կոչանք։ Կոչամբարների քանակի մասին տվյալները նույնպես մեղմ ասած արժանահավատ չեն, քանի որ դրանց մեջ բացակայում են մի շարք գործող կոչամբարներ, օրինակ Հանքասարի հանքավայրի կոչամբարը։ Այս աշխարհի օրենքով այն անկախ պետությունը, որ թույլ է ու նստել է հանքերու վրա, անոր անկախության օրերը համրված են։ Կուքան երկու ուժեղ պետություններ կկախեն այդ անկախը գետնեն բարձր, հանքերը տակեն կմաքրեն, ճիշտ այնպես ինչպես մայրը կվերցնե փոքրիկին իր աթոռակով մեկտեղ, տակը կավլե ու աթոռը տեղը կտնե։ Լեռ Կամսար 1926 թվական։ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրով ամրագրված է, որ հողը, ընդերքը, ջրային եւ այլ բնական պաշարները հայ ժողովրդի սեփականությունն են։
Քաջարանի մահը։ Ինձ թվում է ուղղակի կարելի է սենց անվանել։ Այս հրաշք լեռնաշղթաները, որ օրից օր ուտում են, տանում են, թալանում են։ Դիմացը արդեն ֆաբրիկան է։ Այս գյուղի սկիզբն է Քաջարան գյուղի, որ այնտեղ է Քաջարան գյուղը, հետևը, այն է։ Ուզում են այլ այսկանն էլ ուտեն, այս դիմացի ամբողջ սարերը գյուղով հանդերձ ուզում են հանեն։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կառուցվել է աշխարհի ամենահարուստ հանքավայրերից մեկի՝ Քաջարանի հանքավայրի կողքին, որը պարունակում է մոլիբդենի համաշխարհային պաշարների մոտ 7%։ Մոլիբդենն օգտագործվում է ատոմային ռեակտորներում, ռազմարդյունաբերության տարբեր ոլորտներում եւ հրթիռաշինության մեջ։ Բացի մոլիբդենից, հանքավայրում առկա են նաեւ պղինձ, ռենիում, թելուր, ոսկի, արծաթ, սելեն եւ հազվագյուտ ու թանկարժեք այլ մետաղներ։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հիմնվել է 1951 թվականին որպես պետական ձեռնարկություն։ 2004 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությունն այն վաճառեց ընդամենը 132 միլիոն ամերիկյան դոլարով։ Գործարքի հիմնավորումը հետևյալն էր. մետաղների գները կնվազեն եւ մենք կկանգնենք կոտրած դաշտակի առաջ, եթե շուտապույտ չվաճառեն կոմբինատը։ Վաճառեցինք։ Պարզ է, որ առանց պետական վերահսկողության եւ հարկային դաշտի խստացման մասնավոր շահագործողին պետք է մտահոգի միայն իր շահը, այստեղից բխող բոլոր հետևանքներով։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերերն են գերմանական Cronimet Mining ընկերությունը 60% բաժնեմասով, Մաքուր երկաթի գործարան 15% բաժնեմասով, Armenian Molybdenum Production 12.5% բաժնեմասով, Զանգեզուր Mining 12.5% բաժնեմասով։ Պարոն Սանսարյան, որտեղ ենք գտնվում, նա որտեղ ենք մենք։ Մենք գտնվում ենք Քաջարանի հանքախորոչում, որը հսկայական ծավալի խորոչ է։ Այս խորոչը քանի գնա պետք է ընլայնվի եւ խորանա։ Երբ որ նա արդեն շահագործված կլինի, դա կլինի մի հսկա խորոչ իր խորությամբ եւ նայնությամբ ու երկարությամբ, որտեղ սնհալի եւ անձրևաջրերը լսվելով այդ խորոչը կուտակնելու են, կարող են նաեւ ուրեմն տարբեր տեղերից, ասենք, հոսող ջրերը կուտակնեն, իրենց մեզ գծելով ծանր մետաղների աղերը կարող են տանել ընդեր եւ աղտոտել ուրեմն ճանապարհին եղած ընդերքի ջրերը։ Քաջարանի հանքավայրը հսկայական տարածք արդեն իսկ վերածել է մեռյալ ու թունավոր գոտու։ Հանքավայրը ձգվում է մոտ 3 կիլոմետր երկարությամբ, ունի 2 կիլոմետր լայնություն, 500 մետր խորություն եւ զբաղեցնում է 340 հեկտար տարածք։ Եվ սա միայն 2007 թվականի տվյալներով։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը այժմ ունի տարեկան ընդամենը 12.5 միլիոն տոննա հանքաքար արդյունահանելու թույլտվություն։ Սակայն փաստացի արդյունահանում է 15-ից 17 միլիոն տոննա։ Ավելին, ըստ ընկերության տնօրեն Մաքսիմ Հակոբյանի, նրանք մտադիր են հանքանյութի վերամշակման ծավալները հասցնել 25 միլիոն տոննայի։ Փաստորեն, շահագործողը բացահայտորեն եւ ապօրինաբար ավելացրել է արդյունահանման ծավալները, չունենալով պատկան մարմինների թույլտվությունը։ Խորհրդային իշխանության տարիներին հաշվարկված էր Քաջարանին ներքից տարեկան պետք է արդյունահանվի ոչ ավելի 9 միլիոն տոննայից հանքական, 9 միլիոն տոննայից ոչ ավելի, որ հետո հնարավոր կլինի եւ բարձր տոկոսներով կորզել, տարեստարի ձգտում էին խորհրդային իշխանության տարիների կորզումն ավելացնել։ Կորզումը կարելի է հիմա էլ ավելացնել, բայց ձեռնարկության տնօրենին, ձեռնարկության տիրոջը դա ձեռք չի տալիս։
Ինչն է պատճառը, որ Հայաստանի Հանրապետությունում մասնավոր ընկերությունները մեծ թափով ընդլայնում են շահագործման ծավալները։ Պարզվում է, այս ամենի անխափան իրագործմանը նպաստում է Հայաստանի Հանրապետության իշխանությունը, իր վարած անհեռատես քաղաքականությամբ եւ ընդունած իրավական ակտերով, որոնցով հանքարդյունաբերող ընկերությունների համար ստեղծվում են ամենաշահավետ պայմանները Հայաստանի բնական ռեսուրսների թալանը արագ եւ հեշտությամբ կազմակերպելու համար։ Նշենք միայն մի քանի ցայտուն օրինակ։ 2011 թվականին ուրեմն ընդունվեց ընդերքի մասին նոր օրենսգիրքը, որի հետևանքով հանքարդյունաբերական ընկերությունները փաստորեն ազատվեցին իրենց փոչանքների համար վճարվող հարկերից։ Այսինքն այսօր արդեն իրենք փոչանքները տեղադրելու համար Հայաստանի պետբյուջե վճարում են 0 դրամ։ Բոլորին լավ հայտնի է, որ այլ երկրներում այդպիսի թունավոր նյութեր տեղադրելու համար վճարում բավականին բարձր հարկեր։ Հայաստանի օրենսդրությունը չի կարգավորում նաև այն հարցը, թե տարեկան ինչ քանակությամբ հանքաքար կարելի է արդյունահանել, ինչ ծավալներով, իսկ ինչ հանքավայրեր ընդհանրապես չի կարելի օրինակ շահագործել։ Այդ իսկ պատճառով շահագործող ընկերությունները հիմնականում ընտրում են որքան շատ, այնքան լավ եւ որքան շուտ, այնքան լավ տարբերակը։ Ուրեմն մյուս արտոնություններից մեկը այն է, որ հանքարդյունաբերությունը թույլատրում է զարգացնել նաև անդալացած տարածքներում, որը Հայաստանի նման ուրեմն սակավ անդալային ռեսուրսներ ունեցող երկրի համար ուղղակի անթույլատրելի տարբերակ է։ Եվ անդադ օրենքները փոխվում են հիմնականում այն ուղղությամբ, որպեսզի ավելի մեծ հնարավորություններ տան այդ ընկերություններին։ Ինչ խոսք, դրախտային պայմաններ են ստեղծված հանքերը շահագործելու, գերշահույթներ ստանալու, հումքը Հայաստանից արտահանելու եւ առաջացած թույնը նրա ժողովրդին ժառանգություն թողնելու համար։ Այնպես որ երկարաժամկետ ծրագրերի, ազգային ռազմավարության եւ պետական վերահսկողության մասին խոսք անգամ չի կարող լինել։ Գուցե սա արվում է Հայաստան նոտար ներդրողների համար որպես համեղ պատառ ներկայացնելու համար։ Ինչ է, այս գնով պետք է մեր երկիրը գրավիչ դարձնենք այլոց համար։ Մնում է ենթադրել, որ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ ներգրաված են հանքարդյունաբերության ոլորտի բիզնեսի մեջ եւ բնականաբար ընդունում են այնպիսի օրենքներ եւ իրավական ակտեր, որոնք առավելագույնս հարմարեցված են իրենց բիզնես շահերի։ Մեզ հանքերից ոչ մի օգուտ չունի։ Եթե Քաջարանի կոմբինատում աշխատել եմ 41 տարի, նայի ստանում եմ 49 մանեթ ռուբլի փող, հələ ձեռներից նայի։ Սենց աշխատանքին մեզ սենց դրած ոչ ոք դեր չի կարող։ Որտեղ բանվոր դասակարգին չեն նայում ղեկավարությունները, լավ չեն նայում, ենթադրի մեր ղեկավարի, մեր Երևանի մեծ ղեկավարներին 41 մանեթ փողը տաս իրեն ասես գնա մի ամիս ապրի եւ պետության турքը турքն էլ тур լուսնա հրախոսնա քյուրնա մնայնիսնա բոլորը тур ոնց կարող ապրի 41 մանեթ փողով եւ այդքան турքն էլ տա պետությանը իսկ այդ 41 ռուբլի փողը իրեն турքին չի հերիքում բայց մարդը ոնց ապրի շատ դժվար կյանք կապրում Մի հատ նայեք այդ հրաշալի լերները, նայեք եւ նայեք ոնց այս լերները չեն լինելու եւ այս լերների փոխարեն առաջանալու այսպիսի ավեր իրականում նայեք վերևի հատվածը եւ նայեք ներքևի հատվածը ոնց որ դրախտ եւ դժոխք կյանք եւ մահ նայեք ավերը նայեք ինչ մասշտաբով են ավիրում մեր երկիրը Այստեղ նայեք տրակտորը, նայեք ինչքան փոքր է երևում, մասշտաբը նայեք մի հատ այս փոստի։ Ասում չեք կարող պատկերացնել ինչ փոսի առաջ եմ ես հիմա կանգնած։ Շահագործվող մետաղական հանքերի ամենավտանգավոր, այսպես ասած, նվերը պոչամբարներն են։ Հայաստանում պոչամբարները բնությունից չեն մեկուսացվում, եւ ձորերն ու գետերն են, որ ծառայում են որպես թունավոր թափոնների ամբարներ։ Պոչամբարներում արկա ծանր մետաղներն ու թունավոր միացությունները ազատորեն ներթափանցում են հողի, ջրի մեջ, տարածվում օդում, թափանցում բույսերի մեջ եւ հայտնվում կենդանիների ու մարդկանց օրգանիզմում։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ունի արդեն փակ 3 պոչամբար եւ գործող մեկը՝ Արցվանիկի պոչամբարը, հսկայական ծավալով։ Դեռ 2003 թվականին, երբ այս պոչամբարում կար ընդամենը 95 միլիոն խորանարդ մետր պոչանք, այն համարվում էր աշխարհի
աշխարհի ամենամեծ կոչամբարներից մեկը։ Ներկայումս այն մոտեցել է իր նախագծային հզորությանը եւ լցված է մոտ 300 միլիոն խորանարդ մետր թունավոր զանգվածով։ Պետք է նկատել, որ պետական մարմիններն առ այսօր Պոչանքի ծավալի մասին հայտնում են նույն տվյալը, ինչ 2003 թվականին, փաստացի թաքցնելով հանրությունից Պոչամբարի իրական ծավալները։ Նա բաց ոչադարը, էսա, խնդրեմ։ Սենց գնում է։ Եվ այսպես, խնդրեմ, այն այք բաց խողովակով գնում, այստեղից էլ է լսվում արձանիկի ոչամբարն է մեծը, այստեղով գնում է։ Ուրեմն այսպես 27 խողովակներից, մայր մեծ խողովակից 27-ը այսպիսի կետերով, նայեք, թափում է և լցվում է արձանիկի ոչամբարը, խնդրեմ։ Նետ ծավալը պատկերացրեք, ուրեմն 1, 2, 3, 4, 5, 6, ունեց անհամար։ Աշխարհի ամենամեծ կոչամբարների կողքն են կանգնած։ Ուրեմն այստեղ ոչ միայն տղինց մոլիբդենի խնդիրն է, որ մենք խոսում ենք քաջարանի կոմբինատը, այստեղ կա կապար, ցինկ, վանադիում, ծարիր, սելեն, թելուր, մի խոսքով բազմապիսի թունավոր նյութեր, անգամ սնդիկ եւ չի բացառվում նաեւ ուրանի հետքեր։ Եվ փաստորեն այսօր դուք տեսնում եք, որ գյուղը չեն տեղահանել, գյուղացիները շարունակում են անասուններ արածեցնել սրա կողքին, կոչամբարի կողքին, մոշ եւ այլ կարգի հատապտուղներ են հավաքում։ Եվ եկել են շրջագայելու ես լճերը, կախորգած լճերը մեզ հետապնդում։ Ես ինչ լիճ է։ Ես մեր բանն է, կոմբինատ ջրերն է գալի։ Հա, ես լիճ չի, այլ կոմբինատ։ Չէ, լիճ է, պրոստը են կոմից չորացնում են, էլի։ Իսկ այստեղ ցուկ բան կա։ Բռնում եք, ո՞նց է։ Դժվար է բռնել, ամեն ինչ չի բռնում։ Ձեր վախտը դերում է, որ չի կարող բռնել, հա։ Դե Իսկ համը ոնց է, համը անկել։ լավ։ Կերել եք դուք, կերել եք մեկ անգամ թեպուս։ Խմեք անգամ։ Այսինքն իսպեդությունը չի ասում, որ այս նյութի կողքը, եթե ցուկ է աճում։ Չէ, նրանք հողը նյութի մեջ չեն մնում։ Նրանք գալիս են որտեղ ջուրը մաքուր է դեր։ Ընկեր, հա։ Ստե մաքուր ջուր գա այսին։ Միսա մաքուր ջուր։ Այս արանքները դրի մաքուր է։ Թե ինչքան Ոսով Այդ ձեր ամուսններն է, չէ՞։ գյուղի։ Հա, գյուղին։ Իրանք խմում են էլի այս ջրի, բան։ Նորմալ է, առողջ են, ոչ մի բան չի դու իրանց։ Բայց ցուկ հետո կիմանա։ Բա ուր է ցկնորս չկա հեչ, ուրա վրա ցկնորս կոնե տեսնես նկարենք, ուրա։ Չկա այսօր։ Գալիս բռնում են բայց։ Որ գյուղից եք, արձանիկից եք։ Ուրեմն անասունները այստեղ եւ ջուր են խմում, արածում են կողքը։ Պիտի խմեն։ Ուզեն թե չուզեն էս։ Էսա պիտի խմեն։ Դա բարդված է։ Ցորենի արտեր։ Մենք գտնվում ենք Արձանիկի Պոչամբարի հարևանությամբ, սա ցորեն է, որը աճում է Պոչամբարի հարևանությամբ։ Հիմա մենք ցույց ենք տալու, ուրեմն մի հատ նայեք, դա Պոչամբարն է։ Եվ որտեղ ես հիմա նկարահանումն եմ կատարում, որտեղ կանգնած եմ, Պոչամբարը իր ծրագրով հասնում է մինչև այստեղ։ Այսինքն մի հատ ասած պատկերացնենք ուրեմն մոտիկացնեմ, որ հստակ երևա սա Պոչամբարն է։ Բարձրանալու է այս հողերով, այս արտերով։ Այսինքն գնալու է մինչև վերև եւ համարյա մինչև այն ծառը, որ կա ծառի հետևը կա գերեզմաններ, մինչև այնտեղ լցվելու է։ Այստեղ այսինքն մենք կանգնած ենք ԱԲԿ Պոչամբարի մեջ եւ նաեւ այն դիմացը հերվում գոմեր են երևում, մինչև այդ գոմերի մոտ էլ է հասնելու։ Խոսքով պատկերը իստում է ահագին հստակ է։ Այստեղ ավելորդ չենք համարում նշել, որ Արծվանիկի ծավալով մեկ այլ Պոչամբար մենք նվեր կստանանք Հայաստանի հյուսիսում
եթե շահագործվի թեղուտի հանքավայր։ Օգտագործվելուց հետո պոչամբարները փակվում են, հավերժորեն մնալով որպես մեռյալ գոտիներ։ Եվ դեռ պարտադիր է դրանք ծածկել հողի հաստ շերտով, տարածքն առանձնացնել փշալարերով եւ տեղադրել զգուշացնող ցուցանակներ, որպեսզի մարդիկ գյուղատնտեսական կամ որևէ այլ գործունեություն չծավալեն այդ տարածքներում։ Սակայն Հայաստանում պատկերն այլ է։ Նույնիսկ փակված պոչամբարները շարունակում են իրենց հրեշավոր գործը։ Ես հիմա կանգնած եմ ողջի պոչամբարի վրա, որը փակվել է, հիմա գործող չի, հողով փակ է, շատ բարակ շերտ կա հողի, այնտեղ նկարահանել ենք։ Պոչամբարի վրա աճած խոտը, բոլորս գիտենք, մեջը ինչքան ծանր մետաղ եւ թույն է պարունակում։ Եվ ահա մեր սյունյաց բարիկները, նայեք, կենթայիները ինչ լավ ուտում են։ Որոջում են։ Պոչամբարների խնդիրը Հայաստանի գրեթե շատ հատվածներում, որտեղ հետազոտել են, խնդրեմը կա խորհրդային տարիներից կոնսերվացված պոչամբարները, մոռացվել են, որ ընդհանրապես պոչամբար են ու բնակչությունը բաղ սոցիալական իրավիճակից ելնելով ուղղակի օգտագործում է որպես տնամերձեր պոչամբարները։ Պարզա, որ այդտեղ աճեցված գյուղմթերքը աղտոտված էր ծանր մետաղների մի ողջ փունջով։ Այդ ես խոսում եմ 2005-8 թվականների, այսօր չեմ կարող ասել իրավիճակը ինչպիսին է, դեռ օգտագործվում են այդ տարածքները որպես տնամերձեր, թե ոչ։ Իսկ դուք հիշում եք, որ ստեղ պոչամբար ա եղել ժամանակին։ Խվոստ ա եղել, խվոստ։ Բախը չեմ հիշում։ Որ թվին ա եղել, հիշում եք մոտավորապես։ 51-52 եղբայրս ստեղ էր աշխատած։ 51-52 թվին։ Այսինքն դուք այդ խվոստի վրա եք ցանում ես։ Բարե։ Չէ՞։ Խվոստի վրա է ցանած։ Խվոստի վրա։ Ու ձեր կարծիքով էս առողջ է, վատ բան չկա սրա մեջ։ Չէ, ասում, չեմ միջև հիմա ուտում եք։ Ինչու՞ հիմա ուտում եք։ Հա, հինը ուտում եք։ Խվոստը ցանում ենք 30 տարի ուտում ենք, բանոս ասեմ, բանել չլնում։ Առողջ ենք, բամփշտի նման առողջ ենք։ Ինչի համար ես ասում։ Չէ, մենք ուզում ենք հասկանանք էլի այդ խվոստի վրա ցանելը վնաս տալիս է թե չէ վերջը։ Ահա։ Ես հողալից է։ Բայց քիչ։ Ինչքան է շերտը։ Մի 10 սանտի։ Այսքան։ 20։ Հողա տակը հներն խվոստը։ Դագը խվոստ է, այո։ Հա, ֆաբրիկի խվոստը։ Ես իջնում քանի տարի աստեղ։ Մաման։ Հանքերի շահագործման արդյունքում առաջանում են ոչ միայն հսկայական խոռոչներ եւ թունավոր պոչամբարներ, այլև դատարկ ապարներ, որոնք միլիոնավոր տոննաներով լցվում են կիրճերի մեջ եւ գետերի հուների վրա։ Այս ապարները կոչվում են դատարկ, քանի որ դրանց մեջ օգտակար տարրերը փոքր քանակությամբ են եւ ցրված վիճակում, ինչը կամ անհնար է դարձնում դրանց կորզումը, կամ ֆինանսական տեսանկյունից հետաքրքրություն չի ներկայացնում շահագործողի համար։ Իրականում այդ ապարներում պարունակվող ծանր մետաղների անգամ չնչին քանակը նույնպես վտանգավոր է մարդկանց առողջության եւ շրջակա միջավայրի համար։ Ծանր մետաղներ։ Սրանք կոչանքից տարբերում են միայն նրանով, որ ավելի կոշտ վիճակում են, բայց խոնավության եւ ջրի բանի պայմաններում, օդի պայմաններում դրանցից տարալուծվում, անջատվում են նույն ծանր մետաղները եւ դրանք հոսում են որտեղ պատահի 4 եղանակին քամիների տեսքով անձրևների ջրերի հետ միասին այսպես իջեցնում են ներքև։ Եվ այս ամեն ինչ այսպես լցված է քաղաքի գլխին։ Առավելագույն շուտափույթ եկամուտ ստանալու մոլուցքը շահագործողին ստիպում է մեր ունեցած հարստության մի մասը պարզապես լցնել պոչամբարների մեջ, դրանք դարձնելով առավել վտանգավոր բնության եւ մեր առողջության համար։ Նման գիշատիչ շահագործման պատճառով է նաեւ, որ հանքաքարից բոլոր օգտակար տարրերը ամբողջությամբ չեն կորզվում։ Շրջակա միջավայրի անխնա ոչնչացման խնդրին դեռ 1990 թվականին իր անտիպ հոդվածներից մեկում անդրադարձել է մեր ժողովրդի ազնվագույն զավակներից մեկը, ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը։ Մարդկանց երկարաժամկետ շահը հաշվի առնելու, բնական ռեսուրսները եւ աշխարհի էկոլոգիան պահպանելու փոխարեն կարճաժամկետ դրամական շահույթ ստանալը հանգեցրել է մեր ընդհանուր շրջակա միջավայրի չարաշահմանը։ Կապիտալիստի տեսլականը կապվում է առավելագույնը մեկ մարդու կյանքի ժամանակահատվածի հետ, իսկ սովորաբար այդ կյանքի միայն մեկ տասնամյակի, մի քանի տարվա կամ նույնիսկ մի քանի ամսվա հետ։ Այդուամենայնիվ այն լիովին բավարար է,
մեր շրջակա միջավայրին լրջագույն, երկարաժամկետ, իսկ երբեմն նաև անդառնալի վնաս հասցնելու համար։ Առավելագույն շահույթ ստանալու բնական պահանջը սովորաբար ուղղակիորեն հակադրվում է մեր բնական միջավայրի պահանջներին։ Մոնթեն Մելքոնյան 1990 թվական։ Մեր հաջորդ կանգառը Կապանում է։ Քաղաք, որին երկու կողմից գերի են վերցրել թունավոր պոչամբարները՝ Արծվանիկն ու Գեղանուշը։ Կապան քաղաքից 4-5 կիլոմետր հեռավորության վրա 1994 թվականից շահագործվում է Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրը։ 2002 թվականին Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատը $3 միլիոն վաճառվել է Dino Gold Mining Company փակ բաժնետիրական ընկերությանը, որի 100% բաժնեմասը պատկանում է Vatrin Investment ընկերությանը, գրանցված Վիրջինիան կղզիներում, Բրիտանիա։ Vatrin Investment ընկերությունն էլ իր հերթին 95% բաժնեմասով պատկանում է Dundee Precious Metals կանադական ընկերությանը։ Եկեք նայեք ոնց է լցվում։ Ես վիդեո եմ նկարում, կարող եք խոսակ այնինչ տեսնում եք։ Մի հատ մասշտաբը եւ հոդը։ Ընտրեմ ոչատար խողովակը։ Այ ինչ որ Հայաստանի Հանրապետությունում 11 թվականին օրենքով սահմանվեց, որ կոչանքը հանքարդահանողները ծելի անվճար նվիրում են հայ ժողովրդին, Հայաստանի պետությանը։ Հայաստանի Հանրապետության ղեկավարության և գլխավորության առաջին դեպքի վերաբերմունքն է հայ ժողովրդին, նրա ապագային։ Իսկ սա Գեղանուշի պոչամբարն է։ Գեղանուշի պոչամբարը վերևից։ Պատկերացրեք այս քանակությամբ ուրեմն թունավոր նյութերը պետքա դարերով եւ հազարավոր տարիներով մնան այս ձորում։ Դուք տեսնում եք այս ամբողջ թույնը որ կա, այս նույնիսկ թույն ասելը շատ մեղմ է։ Այ ընդհանրապես մեզնից սախ շրջվենք որ լավ լինի։ Ցույց տվեք, այո։ Գեղանուշ գյուղն է, որը շատ բարեկեցիկ կյանքով ապրած, բնության գրկում, բնության բարիկներից օգտվող, այժմ նրանք ընդհանրապես բնության բարիկներից նույնպես չեն կարողանում օգտվել, քանի որ ամեն ինչը գնացել է դեպի ընդհանրապես ինչ որ պետք է վերարտադրվել, չի վերարտադրվում, բուսականությունից սկսած մինչև կենդանական աշխարհը, մինչև մարդկանց առողջությունը։ Այ այս հրաշք, մարդիկ ապրել են այստեղ ընդհանրապես ինքնաբավ տնտեսություն է եղել եւ միլիոնավոր տարիներ քանի մարդկություն է եղել է։ Եվ այսօր եկել է եւ հայոց հենց սահմանադրությամբ եւ օրենքներով մարդկանց կյանքի արժեվ փակվում է ճանապարհը։ Ասում են վերջ դու այլևս ապրելու իրավունք չունես, մենք ծառայում ենք շահադիտական աշխարհին, քանի որ նրանց գործակալներ ենք, քանի որ նրանց թելադրությամբ է, որ մենք այս օրենքները ընդունել ենք միջազգային կոնվենցիաներով եւ մյուս ակտերով, եւ դուք այլևս ապրելու իրավունք չունեք։ Հիմա ճիշտ է, մենք ուղիղ չենք ասում, որ դուք ապրելու իրավունք չունեք, բայց ինքներդ վճռեք։ Դուք կարող եք այս թույնի միջավայրում ապրել, եթե կարող եք ապրել, ապրեք, խնդրեմ։ Գրեթե անտեսված են հանքարդյունաբերության ոլորտում աշխատողների իրավունքները։ Ինչ պայմաններում են նրանք աշխատում, ինչ առողջական խնդիրներ ունեն, մահվան ինչ դեպքեր են գրանցվում։ Ունեն կյանքի եւ առողջության ապահովագրություն։ Ծանոթ են արդյոք իրենց աշխատանքային իրավունքներին։ Իսկ ֆիրման ընդհանրապես ձեր առողջապահության մասին մտածել է երբևէ։ Ստուգումներ, բաներ։ Ոչ մի անգամ տեսնում է հիվանդես
Գործից հանում է։ Դենոյի մասին է խոսքը։ 33 տարվա աշխատողը բռնել հանել են, որ 1.5 միլիոն բան բարգեւադրում չտան։ Ասում է ցանկացած մարդ հիվանդանում հանում են գործից։ Любой մարդու աշկետ մի քիչ լավ չտեսնում հանում են գործից։ Մի քիչ վիճակը։ Դեղ եմ չէ հիվանդացել։ Աշխատել եմ հիվանդացել։ Ոչ մի բան հանում են գործ։ Շատ մարդ, կա տենց որ շատ, միլիոն մարդ։ Բայց Կապանի ժողովրդի մեծ մասը աշխատում է հանքում, չէ հիմա։ Այլ ընդրանք չունեն։ Որտեղ աշխատես։ Հետ եմ ասում, այլ ընդրանք չունեն։ Դե պիտի աշխատես, որ փող աշխատես։ Ընտանիքդ պահես, տունդ պահես։ Աշխատողների ոտնահարված իրավունքների մասին անկեղծանում են նույնիսկ հանքարդյունաբերող ընկերությունները։ Ինչ է իրականում կատարվել։ Իրականում 2-3 տարի Կապանի նախկին Դինոգոտ Mining Company ղեկավարությունը, մասնավորապես տնօրեն Ռոբերտ Ֆալետան եւ նրա կինը Ֆարեդա Ֆալետան, մեղմ ասած աշխատողների իրավունքները բռնաբարել են 3 տարի։ Իրականում բազմաթիվ են խնդիրները, սակայն տիրող վախի մթնոլորտի պատճառով դրանք այդպես էլ չեն հանրայնանում, քանի որ հանապազորյա հացի խնդիրը երկրորդ պլան է մղել մնացած բոլոր հարցերը։ Անելանելի թվացող այս իրավիճակում մեզ ինչ են հուշում մեր մեծերը։ Մի վախեցեք, մեռնելը դժվար է, ուզենաք էլ չեք մեռնի։ Մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ցավի, տեսնեմ մյուս անգամ կխփեն, տղամարդու պես մի անգամ կանգնեք, թող ձեզ զորով ծալեն, դուք մի կոտրվեք, թող ձեզ զորով կոտրեն, մյուս անգամ տեսնեմ կկոտրեն, կծալեն, կմոտենան։ Հրանտ Մաթեոսյան։ Իրանի հետ սահմանից 2-3 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք Մայր Արաքսի ձախ ափին է գտնվում Ագարակը, որին արդեն վաղուց կոչում են արդյունաբերական քաղաք։ Պատճառը Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրն է, որի շահագործումը սկսվել է դեռևս 1963 թվականին։ Ագարակի լեռնահարստացուցիչ ֆաբրիկան անկախությունից հետո մասնավորեցվեց, վաճառվելով $600,000։ Այժմ բաժնեմասի 100%-ը պատկանում է ռուսական Geopro Mining փակ բաժնետիրական ընկերությանը։ Ես ընդհանուր վիդեո եմ նկարում, բանասնես, հետո կգամ ձեր վրա, դուք կպատմեք մի քիչ սա ինչ է։ Արի մատ մարդիկ թող վայելեն էս մահաբեր փոսը։ Հայաստանի հերթական մահացու փոսերից մեկը։ Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրն է, որը խոստերում ես մոտակայքում օդանավակայանն է, Մեղրիի, այստեղ վերևը Գյուրիս եւ Գուդեմնես գյուղերն են, դրանք վերջի գյուղերն են, աստորեն Կարճևանը մեզնից հիմա ավելի ներքին նշում, սրանցից հետո եթե սահմանին նայեն, գալիս է Լիճկը եւ Տաշտունը եւ այս ամբողջ տարածքը այս 3-4-5 գյուղերից հետո դադարվելու է։ Օրինակ այս երկու գյուղերը հիմա ուզում են միացնել, աստորեն գյուղերը փակման տակ են տրված, Կարճևանը ընդհանրապես չի ֆինանսավորվում եւ Լիճկի մոտ հիմա գիտեք որ հանք պետք է բացի։ Ուրեմն Պոչանքը գիտեք որ 3 տեղ է լցված, 3 պոչանբար, կառուցել են փոքր 4-րդը։ Ես այդ եկեղեցին, որ եկեղեցու համար պետք է ֆինանսավորեն, որ տեղափոխեն, դա մոտավորապես 800 տարվա թե ավելի ուրեմն տարիների եկեղեցի է։ Ստացվում է որ եկեղեցու համար մտածում են ինչ անել, բայց մարդիկ որ այստեղ ապրում են եւ պահպանում են մեր սահմանները, իրենց հայրենական տունը, պապենական, նրանց ասում են հեռացիր։ Եվ պայման են ստեղծում, որ հեռանան։ Իսկ այս բոլորը ինքները տեսակ, որ ներքևում լցվում է Արաքսկետը, Պոչանքը մի մասը տեղավորվում է, մի մասը կարծես օրինական։ Ես քանի անգամներ եմ այստեղ եղել, մշտապես այդ կետով ուղիղ լցվում է եւ կարծես թե ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում կարծես թե հսկողություն, իշխանություն գոյություն չունի։ Վերջապես Հայաստանի Հանրապետության տարածքն է։ Հայաստանի Հանրապետություն տարածքն է, որ աղտոտվում է։ Հզոր, խրոխտ, ինչ որտեղ անպարտելի թվացող լեռների մեջ եւս մի սարսափելի մեծ մասշտաբի պոչամբար
եւս մի մեծ թունավոր մերյալ գոդի։ Ագարակի ֆաբրիկայի ամենամեծ կոչամբարն է։ Փաստորեն այդ 3 կոչամբարները միասին մի 3 տարի առաջ հաշվարկներ մոտավորապես 100 միլիոն տոննա պոչանք, այ ինչ որ տեսնում եք այս կիրճը։ Այ եթե մի 2 տարի, 3 տարի հետո կաք, դուք տեսնեք որ պոչանքը արդեն լցված կլինի այ։ Ստեղ բայց հստակ երևում է որ անաբադացված տարածք է, ոչ մի Երևը չոր, լավ լույս ծառեր կա ստեղ, հսկայական։ Այս ներքևը ֆաբրիկայի ճեղքոջունն է։ Ռադիացիա։ Ստեղ ամբողջը այգիներ ա եղել։ Լրիվ այգի ա եղել, այնտեղի բռնած չէ վերջ։ Իսկ դուք որպես մեղրի բնակիչ առողջական խնդիրներ կամ Մեղրը 90%-ը կարելի ասած լրիվ բողոքն է, սրտից, լրիվ հիվանդ է։ Ջահելությունը որ մեկը մանում է։ Մի բժիշկ էլ չկա որ նա օգնություն։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը չի ուսումնասիրել եւ կարծես ցանկություն էլ չունի բարձելու թե որքանով է որոշակի հիվանդությունների քանակական աճը պայմանավորված հանքարդյունաբերական գործունեությամբ։ Իհարկե, ավելի հեշտ է հանրությունից պարզապես թաքցնել իրական պատկերը։ Չէ՞ որ հանքարդյունաբերության պատճառած առողջական լուրջ խնդիրների մասին բարձրաձայնելուց հետո հանք շահագործողներն ու իշխանությունը ստիպված կլինեն պատասխան տալ եւ փոխհատուցել մարդկանց առողջությանը պատճառած մեծ հաճախ անդառնալու վնասը։ Եվ հետազոտությունները ցույց տվեցին, որ Պապանում եւս ունենք խնդիրներ։ Էլի ես խոսում եմ միայն առաջնային ռիսկերի մասին, առաջնային ռիսկերի բացահայտվեց, որ ծանր մետաղները նորից մտել են սնման շղթայի տարբեր օղակներ։ Բոլոր բանջարեղենները, կանաչեղենը, ինչ որ հետազոտել են, աղտոտված էին տարբեր ծանր մետաղներով, այստեղ սնդիկ չէինք սպասում, բայց սնդիկը նույնպես դուրս եկավ։ Ոնց եւ քաջարան։ Իսկ չէ՞ կարծում որ երևի պետական լիազոր մարմինները պետք է նաեւ քայլեր ձեռնարկեն, որպեսզի ինչ ուտեն նաեւ օրենսդրական փոփոխություններով ստիպեն հանքարդյունաբերող ընկերությունները, որպեսզի իրենք պատվիրեն այդպիսի հետազոտություններ, որը կօգնի եւ գիտությանը, հա, եւ նաեւ էկոլոգիական ռիսկերի, մարդկանց առողջության եւ այլ այդ հարցերը ավելի բարձր մակարդակի հանելու համար։ Ես կարծում եմ, եթե պարտադրանք լինի, ստիպված հանքարդյունաբերողները կգնան այդ հետազոտություններին, որովհետև բացի ստիպելը, ես կարծում եմ իրանց էլ է պետք, թե այսօր ինչ իրավիճակ կա, որպեսզի եւ շատ հաճախ չափազանցրած մեղադրանքները իրանցից, այսպես ասած, պատասխանատվությունը գցեն։ Եվ մյուս կողմից էլ իրանք էլ դիրապետեն իրավիճակին, որովհետև շատ հաճախ տեսնում ես, որ չեն դիրապետում իրավիճակին, ոչ թե ցանկություն չկա, ես ուզում եմ հավատամ, որ ցանկություն կա, բայց ուղղակի չեն դիրապետում այդ ինֆորմացիային։ Իսկ որ պետության պատկան մարմինները պետք է անընդհատ վերահսկեն, դա անկախ նրանից հանքարդյունաբերողը ուզում է, թե չէ, ակտիվիստները ուզում են, թե չէ, ես ուզում եմ, թե չէ, կամ իրանք ինչ տրամադրություն ունեն, թե չէ, իրանք պարբերաբար պետք է իրականացնեն մոնիտորինգ, ընդ որում մոնիտորինգը պետք է լինի գիտամեթոդապես հիմնավորված։ Հանքակերները հասան նույնիսկ Զանգեզուրի լեռնաշղթայի ամենակուսական վայրերը։ Հայաստան դրախտավայր։ Եվ Կոչամբարի ջուրը թափվում է, ստեղ նայեք ոնց է փրփրում, հոտը սարսափելի է, այս է Լևոնը կողքս կանգնած է, ինքը կվկայի դրա մասին։ Սա Կոչամբարի պատնեշն է, նայեք, որի մեջով էլի խողովակ է գալիս։ Ու նայեք, սա Կոչամբարի ջուրն է։ Նայեք ինչ թափով գալիս, հեսա փրփրած վիճակ է նայեք միակ։ Փրփրում է, սարսափելի հոտ։ Եվ հարուստացնող կոմբինատը։ Մաքսիմ Հակոբյան, լիսկան ծախելը Մաքսիմ Հակոբյանի այս սա է։ Մի հատ նայեք ինչ են արել մեր ձորը։ Նայեք պոչանքը։ Տեսնում եք Կոչամբարը։ Այստեղով հոսում էր նախկինում 2009 թվին ես նկարած ունեմ։ Գեղի զուլալ գետը, որից խմել եմ ես։ Այստեղ հոսում էր Գեղի գետը, մի հատ նայեք ինչ է կատարվում։ Եվս մեկ Կոչամբար, մի չքնաղ դրախտային ձորում։ Իհարկե աջ ու ձախ կողմերը տեսնում ենք ինչքան ավեր է, ամբողջ լանդշաֆտը կտրած,
փշրած այսպիսի անտառներ են եղել այստեղ։ Նայեք խդությունը անտառների։ Այստեղ գետը մտցնում են այս խողովակների մեջով, բայց ոնց որ տեսնում ենք այս դիմացը կապույտ խողովակը պայթել է։ Պատկերացնում եք մի հզոր լեռնային կետ մտնում է այսպիսի ճղճիմ խողովակի մեջ, որ մի քանի ջիջու հարստանա մեր երկրում։ Ուրեմն հողի պարկերով պահել են այս պլաստմասի խողովակի շերտը, նայեք հողի պարկերով։ Երրորդ վթարային կետը նույն խողովակի վրա, նայեք պլաստմասի խողովակներ են իդեպ։ Հետաքրքիր է որ նախարարությունն է թույլատվություն տվել, ուրեմն գեղի գետը մտցնել այսպիսի պլաստմասի։ Այո։ Ուրեմն հանցագործներ ամենը մարդկության եւ բնության նկատմամբ որոշեցին, որ մեր անարիք երկրի հզոր կետերը այսպիսի ճղճիմ խողովակների մեջ մտցնելով իրանց հունը պիտի փոխեն եւ այսպես տապվում է մեր կետը եւ հեսա նայեք գնում է վերադառնում է իր հունը, բայց ցավոք սրտի ամբողջ տարածքը արդեն թունավոր է։ Իդեպ մի շատ կարևոր բան։ Սրանք ուշադիր նայեք այս աճ հենց մեջտեղը նկ պատկերի հիմա, դե ոնց է Բոչամբարից, ես ներքևից նկարել եմ, բայց մի հատ էլ վերևից տող երևա, այս է Բոչամբարը։ Դե ոնց է այս Բոչանքի ջուրը խառնված այս խողովակով դուրս է գալիս եւ միանում է գեղի գետին, որի հունը փոխել են եւ նորից գնում է իր մայր ակունքները, վտակները։ Կազանա լեռնաշխտան եմ նկարում հիմա։ Լեռնաշխտան իհարկե ձախի վրա է գտնվում, ես նկարներով բոլորին ցույց կտամ։ Հենց այս ձյան շերտերը իրանք ամեն տարի նույն այս ֆակտուրայով են հալվում։ Ես այս ձորով անցել եմ, հիշում եմ։ Ես ուզում եմ ցույց տալ հիմա ինչ է եղել։ Ու դե ես ինչքան դավաճան զավակ եմ իմ երկրին, որ չկարողացա պահել այս գեղեցիկ բնությունը։ Հանկարծանի ֆաբրիկայի Բոչամբարում տեղի ունեցած վթարը տնօրինությունը ցանկանում էր թաքցնել։ Սակայն մեր ահազանգից հետո պետական մարմինները ստիպված եղան արձագանքել այդ վթարին։ Պարզվում է, որ այդ Բոչամբարը 2011 թվականից գործում է առանց փորձարկություն անցնելու եւ չունի նախագիծ։ Բացի այդ, պետական մարմինները պնդեցին, որ Բոչամբարի տակից ուղղակի թափվող կեղտաջրերը, թափոնաջրերը ոչ մի վտանգ չեն ներկայացնում շրջակա միջավայրին եւ նրանք չեն աղտոտում գեղի կետը։ Դա շատ զարմանալի էր, թե ինչպես է ստացվել, որ Բոչամբարի մեջ փաստորեն ինչ-որ կախարդական փայտիկի միջոցով այդ թափոնաջրերը դարձել են մաքուր ջուր եւ հետո նոր խառնվել են գեղի կետին։ Իսկ ինչ վերաբերում է հանկասարի հաստատուցիչ ֆաբրիկային, ապա դրա մասին շատ հետաքրքիր տեղեկատվություն ենք ստանում նախագահի պաշտոնական կայքից։ Պարզվում է, որ 2010 թվականի դեկտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության նախագահը այցելել է հանկասարի հաստատուցիչ ֆաբրիկա եւ ներկա գտնվել նրա բացման արարողության եւ տեսել թե ինչպես է արդեն արտադրվում պղնձի եւ մոլիբդենի խթանյութ։ Այստեղ հարկ ենք համարժել, որ այդ ֆաբրիկան շրջակա միջավայրի ազդեցության դրական եզրակացություն ստացել է դրանից, այսինքն նախագահի այցելությունից 6 ամիս անց, այսինքն 2011 թվականի հունիս ամսին։ Հաստատի տեսնում ենք, որ նախագահը այցելել է մի ֆաբրիկա, որը կառուցվել եւ գործում էր առանց դրական եզրակացություն ունենալու, այսինքն օրենքի խախտումով։ Եթե Հայաստանի Հանրապետության Սահմանադրության երաշխավորը այցելել է մի ֆաբրիկա, որը կառուցվել էր օրենքի խախտումով առանց եզրակացություն ստանալու, ապա մենք ստիպված ենք փաստել, որ հանկարծաբերությունը գտնվում է Հայաստանում օրենքից դուրս եւ իշխանության բարձր հովանու ներքո։ Տրամաբանական բոլոր եզրահանգումներից հետևում է, որ հանքարդյունաբերությունից ստացվող հսկայական գումարները հոսում են օտար երկրներ եւ բաժին հասնում
օֆշորային գոտիներում գրանցված կազմակերպություններին եւ դրանց անվան տակ թաքնված մեր օլիգարխներին ու պաշտոնյաներին։ Ցավոք, մեր բառը այստեղ հպարտությամբ ասել չենք կարող։ Հայաստանի ընդերքից ստացվող հումքը ամբողջությամբ արտահանվում է։ Մեր երկրում չի գործում հումքը վերջնական արտադրանքի վերածող եւ ոչ մի ձեռնարկություն։ Մեկ այլ խնդիր է մետաղների ոչ լիարժեք կորզումն ու թերի հարստացում։ Այսօր Հայաստանից պղնձի խտանյութը արտահանվում է 1 տոննան 2200 ամերիկյան դոլարով։ Այն դեպքում, երբ մաքուր պղինձը միջազգային շուկայում արժի մոտ $7500։ Ես ասեցի, Քաջարանի հանքավայրից արդյունահանած հանքաքարերը մետաղները կորցվել են 60-ից 70%-ով, բացառիկ դեպքերում եղել է տարի, որ կորցվել են 80%-ով։ Իսկ Կանադայում շահագործման պարագայում կորցվում են մետաղների 94-95-96%-ը։ Եթե մենք էլ մեր հանքավայրերը շահագործելիս կորցենք 95%-ը եւ մնացած փոքր բաղնակություններով ապենք պոչամբարներ, դրանց մնասը տասնապատիկ փոքր կլինի, քան իհարկե տասնապատիկ մեծ քանակներով ծանր մետաղներ ու թունավոր տարեր ապենք միջավայրը։ Հայաստանը վերածվել է այսպես կոչված երրորդ աշխարհի երկրի եւ ծառայում է որպես հանքահումքային կցորդ զարգացած պետությունների համար։ Թույլ զարգացած երկրները, ուր ծայրահեղ եւ համատարած աղքատություն կա, ներքաշվում են արատավոր շրջանակի մեջ, ուր նրանք չունեն այլ ճանապարհ, քան հնարավոր ամենացածր գներով հանձնել իրենց հումքը հարուստ արդյունաբերական երկրներին, փորձելով կանխել տնտեսության անխուսափելի կործանումը։ Մոնթե Մելքոնյան, 1990 թվական։ Հանքերի պաշարները վաղ թե ուշ սպառվում են։ Ինչ է մնում մեզ շահագործումից հետո։ Ինչով են զբաղվում այդ տարածքների բնակիչները, երբ հեռանում են հանքատերերը։ Ցայտուն օրինակ է դաստակերտը։ Առաջացած դիմացի հողաշերտը հստակ երևում է, որ չորացած բոչանք է, նայեք, հետևից գալիս է գետը եւ այն կողմը էլի բոչանքն է, այսինքն բոչանք երկու կողմով, որի մեջով գետ է հոսում։ Այստեղ երևում է հստակ այս աճած խոդերը, որ լրիվ անկենդան են, սրանք բոչամբարի տակ մնացած խոդերն են, որ հիմա նորից աճում են։ Այսա նայեք ինչ գույնի է, ինչ տեսքի է իրանք։ Վրան էլ այդ ծանր բանը նստած է, նայեք։ Իդեպ սա լավ կենդանի բան է, էլի։ Խոսում է այսօրվա Հայաստանի բարձրաթողի վիճակի մասին եւ հանքարտոնաբերված տարածքները, երբ որ հանքատերերը վերջացնում են եւ գնում են, ինչ են թողում Հայաստանին։ Ահա եւ սա, խնդրեմ։ Ուրեմն ձեր անունը ոնց էր։ Գրիգորի։ Գրիգորի, դուք դաստակերտ Ավանի բնակիչ եք։ Որ թվականից եք ապրում այստեղ։ 88 թվականից այստեղ եք ապրում։ Ուրեմն այն ժամանակ արդեն կոմբինատը չէր աշխատում, դաստակերտի կոմբինատը չէր աշխատում։ Դուք որ եկաք, ինչքան իմացա, Բաքվից եք տեղափոխվել, այդ ժամանակ ինչքան բնակիչ ուներ Ավանը։ 600-700 բնակիչ ուներ։ Իսկ դրանց առաջ ինչքան ա եղել, գիտեք։ 6000-5000 բնակիչ ունեցել։ Իսկ տեղացիները ինչ էին ասում, բնակչությունը ինչու էր գնացել, էլի 6000 բնակիչը։ 6000 բնակիչ որ կոմբինատը փական կամաց մասիկ է։ Ասում են դաստակերտի պղնձամոլբերային կոմբինատի հակումից հետո, ուրեմն Ավանի 6-7000 բնակչությունից այսօր մնացել են ընդամենը 350 բնակիչ, դրանցից որ մեծ մասը փաստորեն Բաքվից ներգաղթածներն են։ Այսինքն մի անգամ եւս համոզվում են, որ հանքարդյունաբերությունը չի կարող մշտական ապրուստի եւ բնակության պայմաններ ստեղծել բնակչության համար եւ փաստորեն կոմբինատի փակելուց հետո ամբողջ բնակչությունը այստեղից արտագաղթել է։ Որքան էլ փորձեն բնությանը եւ մարդկանց առողջությանը հասցվող անդառնալի վնասը հիմնավորել պետական բյուջեի մուտքերն ապահովելու եւ նոր աշխատատեղեր ստեղծելու անհրաժեշտությամբ, միևնույն է, թվերը այլ բան են ասում։ Հայաստանում հանքագործական արդյունաբերության ոլորտում աշխատողների ընդհանուր թիվը 2011 թվականի տվյալներով կազմում է շուրջ 15000 մարդ, որը կազմում է բնակչության թվի
0.5%։ Իսկ ստացված եկամուտը ապահովում է մեր երկրի համախառն ներքին արդյունքի ընդամենը 2.9%։ Բայց չէ որ հնարավոր է 15000 հոգու ապահովել աշխատանքով եւ հոգալ պետական բյուջե կատարվող անհրաժեշտ մուտքերի մասին, գործարկելով ընդամենը մի քանի այնպիսի ձեռնարկություն, որոնց գործարկման արդյունքում չի ապականվի, չի թունավորվի մեր շրջակա միջավայրը։ Հանք են ուզում բացել։ Հա, այնտեղ հանք են ուզում բացել։ Էս էլ ամբողջ տարածքի ջրի մատակարարման կենտրոն։ Ամբողջ ռայոնի ջրի մատակարարման կենտրոնն է։ Դուք ասեք, եթե դա աշխատի, այդ ջուրը կլինի, թե ջուրը գոյանում է դեռ։ Էդի որ աշխատի, այո, ամբողջ մարդիկ եթե 70-ից 80%-ով թունավորված են, 100%-ով թունավորված են։ Ու վերջ, բառից բուն իմաստով է դա։ Որ հանքնա անունը գիտեք դե վերևին, այդ որ մի Էսի։ Հա։ Էսի լիճկի զվար հանքն է, էլի, ասենք զվարը, հանդամասը զվարա կոչվում է։ Այս ամբողջ գյուղում շատ կներեք, ամբողջ գյուղում այս զմրանը որ եկեցին հունվարի 16-ին, մեկ էլ դեկտեմբերին։ Ամբողջ գյուղում հակառակ ես ու մեր տեղական բժիշկը հակառակ դուս եկանք ժողովին։ 7 հոգի Երևանից եկել էին։ Մեզ աշխատատեղա պետք է, եթե քեզ 1 միլիոն փող են տա, $1 միլիոն ամսական քեզ փող են վճարում, ախպետ։ Քեզ էլ թունավորում են ընտանիքիդ հետ միասին, քեզ այդ միլիոնը որտեղ ես խարժելու։ Սերունդները Եվ գյուղը, քանի տարվա գյուղը վերանում է։ Լավ, քո այդ փողերը ինչի է պետք։ Քանի տարի է որ այս մաքուր օդում, ռայոնի մաքուր օդն է։ Ամբողջ ռայոնից Մեղրիագարից գայս է դաչա մի ամիս հանգստանում որպես մաքուր ջրերը գնում։ Ու չի լինելու մարդիկ արտագաղթի են ենթարկվում։ Ամբողջ ժողովը վիճաբանությունով են կանցկում։ Իրաք ուզում են համոզեն, մնացածը համոզվում են, յանի վերջում ասենք աշխատատեղ փողը, մենք 2-3 ասենք չենք համոզում, որ ասենք մենք այսքան տարի այստեղ ապրել ենք, ստեղծել ենք հողի անասունի հետ կապը, մենք չենք դժգոհում։ Եթե մի քանիսն էլ ասի, եթե ձեզ հանք է պետք է աշխատեք հանքում, Ագարակի բաց հանքը, Քաջարյանի բաց հանքը, խնդրեմ, այս էլ թող տարածքում որպես մաքուր տարածք մնա, ժողովուրդը գան, հանգստանան ու գնան։ Տակի տակ հենց լսում ենք, որ ռադիացիան բարձր է, որ ասենք օդը կեղտոտ է, էլ դրանից ավել որպես գյուղացի մարդ մեզ ինֆորմացիա չի հասնում, մենք հետքանը հենց հերիքում է, բայց որպես մաքուր կետ կեղտոտվելու։ Կներկայանաք վերջում են մի հատ։ Ասենք ոնց։ Անուն ազգանուն մեկ է որ գյուղի բնակիչ։ Ես լիճ գյուղի բնակիչ եմ, Իշխան Պողոսյանս եմ։ Հանքարդյունաբերությունն այն ոլորտն է, որն իրոք կարող է դառնալ տնտեսության այլ ճյուղերի զարգացման ֆինանսական աղբյուր։ Ինչից սկսել։ Եթե ցանկանում ենք, որ հանքարդյունաբերությունն օգուտ բերի մեր պետությանն ու ժողովրդին, ապա անհրաժեշտ է նախ վերանայել բոլոր հանքերին տրված շահագործման արտոնագրերը, մասնագիտական անաչառ փորձաքննություն անցկացնել, մշակել երկարաժամկետ ռազմավարական պլան եւ պարզել, որ հանքավայրը կարելի է շահագործել, ինչ ծավալներով, ինչ ժամկետներում, իսկ որը չի կարելի ընդհանրապես։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրով ամրագրված է, որ ընդերքը, ջրային եւ այլ բնական պաշարները հայ ժողովրդի սեփականությունն է։ Ոստի անհրաժեշտ է առնվազն ամենամեծ շահույթ ապահովող հանքերը օր առաջ պետականացնել եւ թույլ չտալ, որպեսզի դրանք շահագործվեն մասնավոր ընկերությունների կողմից։ Իսկ ստացվող միջոցները ուղղել գիտության, կրթության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության եւ այլ ոլորտներ։ Այլապես այնինչ կատարվում է այսօր կարելի անվանել ազգային հարստության բացահայտ թալան, որի արդյունքում ժողովրդին մնում են ոչ միայն ընդհանուր գրոշներ, այլև խաթարված շրջակա միջավայր։ Ասել նրա մասին, որ հանքավայրերը պետք է չշահագործվին, այդ կլինի միամտություն, հա, այսօրվա մեր պայմանները հաշվի առնելով։ Ուրիշ բան թե եկամուտները, որ պետությունը ստանում, ուրա գնում։ Ես կարծում եմ, որ հենց խնդիրները դրանից են գալիս։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ հա, այս պահին ոնց որ շատ եվրոպական պետություններ շահագործում ենք մեր հանքավայրերը։ Բայց ուր ենք ներդնում դա, որն է մեր պետության առաջնահերթությունը, գիտությունը, կասկածում եմ, որ գիտության բնագավառում 14 տարվա ստաժից ելնելով։ Ինչ է տուրիզմը, տեսնում ենք, որ դե շատ դանդաղ քայլերով ենք գնում, հա։
նորագույն տեխնոլոգիաները էլի մի քիչ թերահավատ, այսինքն պետք է հասկանանք, թե թեկուզ այս պահին մեր հաշվին, հա, մեր բոլորի հաշվին շահագործում է հանքավայրերը, բայց ասենք իմ երեխան հետո ինչ երկրում ապրել։ Այսինքն մենք պետք է հասկանանք մեր առաջնայնությունները, ոնց ամեն մեկս մեր կյանքի առաջնահերթություններն ենք դնում, այնպես է պետությունը պետք է դնի այդ առաջնահերթությունները ու հնարավորինս համընկնի մեծամասնության կյանքի առաջնահերթությունների հետ։ Մեր մոտ այդպես չի, մի փոքր խմբի առաջնահերթությունները այլ են, ամբողջ հանրապետության մնացած բնակչության առաջնահերթությունները այլ։ Այս պահին Սյունիքում կատարվում է հանքարդյունաբերական ևս մի հանցագործություն՝ Տաշտում։ Ստեղ նախնական մեր հասկանալով Տաշտունի հանքի ֆաբրիկայի հիմքն են, հա, փորում, նայեք, մեծ մասշտաբով։ Ես հիմա նետ լայք լերները, նայեք բնությունը։ Սա նախնական բազա են տեղադրել, ստեղ։ Հիմա Լևոնը խոսում է, հարցնում է պատասխանատու բան, ոնց որ պատասխանատու դեռ չկա այստեղ։ Եվ այևս մի նոր ավտո, հենց հիմա եկավ, ուզում է դադարգի։ Նայեք, այսպես, խնդրեմ, սենց գնաց, խնդրեմ, այստեղ էլ գետն է, Տաշտուն գետը։ Ուրեմն այս պահին տեսնում ենք, որ այստեղ կանգնած է մոտապես 6-7 տեսակի շինարարական տեխնիկա եւ կատարված է բավականին խոշոր հողաշինարարական աշխատանքներ։ Քանի որ պատասխանատուներից ոչ մեկը ներկա չի այս պահին, համար մենք չենք կարող հստակ պատասխան ունեն իրենք արդյոք թույլատրություն այս ամբողջ գործողությունը գործունեությունը ծավալելու համար։ Ընդունում եմ ցույց տվեք ուրեմն ձեր նախագիծը, ինչի իման վրա մի րոպե վերջացնեմ հարցս։ Ես եմ հայ քաղաքացի Լևոն Գալստյան, որը եթե տեսնում է, եթե շինարարությունը կատարվում ցանկացած տեղ, պետք է ուրեմն այնտեղ լինի կպցրած։ Մի րոպե վերջացնեմ, հա։ Այնտեղ պետք է կպցրած լինի ցուցանակ, թե ինչ շինարարություն է կատարվում այս տարածքում եւ շինարարական հարթակը պետք է առանձնացած լինի այդ տարածքներից։ Քաղաքաշինության մասը օրենքի համաձայն։ Ունեք այդ բանը։ Եթե չունեք, ուրեմն նորից ստիպված ենք զանգել քաղաքաշինության նախարարություն եւ ոստիկանություն։ Ստիպված նորից ենք զանգել։ Ուրեմն միայն օրենք չխախտեք։ Ո՞վ մենք։ Օրենքը դուք եք խախտում հենց հիմա։ Անշուշտ։ Երեք քաղաքաշինության նախարարից մարդ չէ, եկեք ձեր մոդերի բաժ։ Սյունիքի բաժնից քաղաքաշինության չեն եկել, հա ու ինչ են ասել։ Ասել են ինչ, ամեն ինչ նորմալ է։ Դուք ասում եք ինչ ցուցանը։ Այո, ցուցանակը ժիվոյ մարդուց ավելի։ Օրենքն է քաղաքաշինության։ Ցուցանակը օրենքը։ Չկա ցուցանակ։ Ես Որ տեսնում եք ինչ օրենսդրանը խախտում է։ Տեսնում եք ինչ։ Ես տալի ասում եմ լավ։ Մլիցացես վրա։ Ինչ վրա է, ինչ վրա է։ Ա, շումա, դու գոհ։ Արա սանգեք թողել հավաքական իրոք չունեն փաստաթուղթ կամ հաստատ 2-3 օրվա մեջ չեն կարող Սահմանադրությամբ եւ քաղաքաշինությամբ հաստատում եմ իմ օրինականությունը։ Իսկ դուք ձեր պատասխանով հաստատում եք ձեր ոչ օրինականությունը հիմա։ Ես օրինականությունը պաշտպանն եմ միանշանակ, որ ես որ ես ամեն քիչ կողից կարող եմ, ինչի ամեն էկող է, ամեն ես պաշտպան չէ, ամեն ցանկացած քաղաքացի, որ ձեզից պահանջի որպես համայնքի ղեկավար, ոչ դու պարտավոր եք։ Ոչ դուք, նայեք հիմա սա եթե ստե խախտում չլներ, պարտավոր չէիք, հա, իհարկե։ Եթե դուք պարտավոր չեք, դուք պարտավոր չեք։ Հենց հիմա, որպես համայնքի ղեկավար, դուք զանգեք ոստիկանություն։ Ասեմ ինչի, ասեք, մի խումբ քաղաքացիներ, ՀՀ, եկել են, ռասպորկա են անում, ապեր, այս մարդու ասած, գողականը մտել են չեն տողում եք կավար։ Գողականով չես կարող մտել, գողականով։ Չէ, պապիկ, ես բացե գողականից ոչ չեմ, լուսանկարիչ մարդ եմ, ես տկած ունեմ իրականում այդ համարկի։ Տակի բանակ կա, որ լուսանկարը դա նկարեք, ոչ թե։ Այո, այ այդտեղ լեռնաշղթան երբ որ նկարում եմ ես, որտեղ հիմա դարձնում են ամբողջ հանքերը ոչ ամբարն են, ես դրա համար եմ պայքարում, բայց դա էական չի։
երբ որ ձեր պահանջը օրինական լինի, դուք կարող ոստիկանություն կանչեք, ասեք մի շարք քաղաքացիներ եկել են մեր օրինական աշխատանքը խանգարում են։ Եկեք հաշտեք տարեք սրանց։ Մենք երբևիցե ոստիկանությունով հարց չենք լուծում, չենք լուծում։ Դե ուրեմն Եթե պահը գա հարց լուծելու, մենք մեր ժողովուրդը մեր հարցը լուծելու ենք, մեր որոշումը կայացված է, որ պետք է աշխատի, դա ժողովրդի պահանջն է եղել հանրային լսումների կան, մասնակիցները կան։ Որտեղ են հանրային լսումները։ Իմ ձեռքի տակ։ Կարա ցույց տալ։ Որտեղ։ Կարաբինետ։ Դականչու փաստացում իր տեղում է շինտուտությունը, իր տեղում է հողի կատեգորիան փոխված է, շինտուտությունը կա։ Դա երկու բան ես ասեմ։ Կարա ես ասեմ։ Եթե շատ հարգայից լսեցիք, դեպ ասեմ ձեր խոսակցության առաջի մասի է 100%-ով միայն Իսկ երբեմն մեր երկրում տիրոջ կարգավիճակով մեզ դիմավորում են օտարները։ Вкладывать сюда деньги. Вкладывать сюда деньги. Реальные деньги. Для того, чтобы этот регион поднять. За счет чего? Природы? Подожди. Я вам одно скажу, что мы уважаем зеленых, как в Армении, так же и в других странах. Вопросов никаких не возникает. Я просто хочу, чтобы все это было цивилизовано. Համաշխարհային հանքարդյունաբերական մաֆիան եւ փաստորեն նրա գործակից տեղական տարբեր օղակների պաշտոնյաները Հայաստանը ենթարկում են էկոգաղութացման։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, հանքարդյունաբերող ընկերություններն ու այդ ծրագրերը հովանավորող բանկերը անդադար խոսում են, թե իբր հանքարդյունաբերությունից ստացված գումարներով զարգացնում են Հայաստանը։ Ավելի քան 20 տարի անկախ Հայաստանում հանքեր են շահագործվում։ Ինչու շարքային հայ մարդ մինչև օրս չի ապրում այդ զարգացած Հայաստանում։ Շենացող երկրից այսքան արտագաղթ կլիներ, արդյոք ապահով է Հայաստանը, եթե դադարքվում են մեր սահմանամերձ գյուղերն ու քաղաքները։ Կարող է արդյոք Հայաստանը գոյատևել կոտրված ողնաշարով։ Այն ողնաշարով, որ մատնանշում էր Գարեգին Նժդեհը։ Մենք Սյունիքում էինք ընդամենը 5 օր, եւ այդ կարճ ժամանակահատվածում ականատես եղանք ամենաթողության ու օրինախախտումների բացահայտ դեպքերի։ Նայենք քարտեզին։ Պարզ թվարկումը միայն բավական է հասկանալու համար հանքարդյունաբերական աղետի մասշտաբները։ Միայն Սյունիքում այսօր գործում են 11 մետաղական հանքավայրեր։ Մինչև 2016 թվականը շահագործման են սպասում եւս 28 մետաղական հանքավայր, այսինքն 39 մետաղական հանքավայր միայն մեկ մարզում, 4506 քառակուսի կիլոմետրի վրա։ Գործող հանքավայրերի շահագործման արդյունքում Սյունիքում արդեն կան 12 մեծ ու փոքր պոչամբարներ։ Հարց է առաջանում, որտեղ պետք է ապրի մարդը, բույսը, կենդանին, գետը։ Սյունիքն արդեն իսկ կանգնած է բնապահպանական, առողջապահական ու սոցիալական լրջագույն խնդիրների առջև։ Եթե գործող հանքավայրերի շահագործման ծավալները շարունակեն աճել եւ դեռ դրանց էլ գումարվեն նորերը, ապա 15-20 տարվա ընթացքում մենք կարող ենք խաչ քաշել Սյունիքի վրա որպես բնակության համար պիտանի տարածք։ Իսկ եթե հանքարդյունաբերական մեքենան շարունակի իր հաղթական ընթացքը, նույնպիսի ճակատագիր սպասում է Հայաստանի մյուս մարզերի, ինչպես նաև Արցախին։ Եվ քանի դեռ հայ ժողովուրդը ոտքի չի կանգնել հոշոտումից փրկելու իրեն պատկանող ընդերքը, մեր ազգային հարստությունը կշարունակի մնալ ոտքի կոխան բոլոր ցանկացողների համար։ Մենք ամեն օր արտանում, քայլում, խոսում, քնում ենք, իսկ հանքարդյունաբերական անքուն շարժիչը շարունակում է աշխատել ու աշխատել։ Տարին 12 ամիս թունավորում է մեր հայրենի հողը, ջուրը, օդը։ Սա պատերազմ է առանց զենքի։ Պատերազմ, որտեղ մենք կրում ենք պարտություն պարտության հետևից։ Եվ այս աղետի համար պատասխանատու ենք յուրաքանչյուրս։ Մեր անտարբերության, չիմացության ու վախերի պատճառով մենք ամեն օր կորցնում ենք այն,
ինչ պետք է ապահովի մեր ու մեր սերունդների անվտանգ եւ առողջ ապագան հայրենի երկրում։ Հայաստանում, թե դրա սահմաններից դուրս, մեզանից յուրաքանչյուրը զբաղված իր գործով մոռանում է, որ մի օր կարող է արթնանալ եւ տեսնել, որ իր տունը վերածվել է ապրելու համար վտանգավոր անապատացած հողագտորի։ Ժողովուրդ, կանցնեն օրեր, թշնամին քեզ զինաթափելուց, ղեկավարներիցդ զրկելուց հետո կսկսի հազար ձևով ու ճանապարհով բնաջնջել քեզ։ Այն ատեն դու կվերհիշես քո հրամանատարին, որի սուրը 7 անգամ մեծացրել էր քո երկիրը եւ քեզ համար բացարձակ ապահովություն ստեղծել։ Այն ժամանակ հայացքդ կբարձրացնես խուստուփին ու նրա կատարի նստած սև ամպերին կնայես, կկանչես, բայց հրամանատարիդ փոխարեն սարերիդ, ձորերիդ թույլ արձագանքը կպատասխանի քեզ։ Հայացքդ մի կտրիր խուստուփից, որքան հաճախ, որքան շատ նայես այդ սև ու սև ամպերով ծածկված սարին, այնքան շուտ կգա կհասնի փրկությունդ։ Աստված եւ իմ սերը քեզ հետ։ Հրամանատար Նժդե